Սա առավոտ լուսո weekend-ն է, սիրելիներս, մենք շարունակում ենք մեր ընթացքը, մեր հյուրեր արդեն տաղավարում են, մարդիկ, ովքեր իրենց շատ բարի ժպիտով հրաշալի էներգիա են բերել մեզ մոտ տաղավար։ Ներկայացնում ենք եւ ողջունում ենք նրանց երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյաններ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ մեզ մոտ տաղավարում։ Առավոտը միասին անցկացնելու համար ու երբ ասում ենք բարի լույս, բարի առավոտ, այ հետաքրքիր է ինչպես են սկսվում ձեր առավոտները եւ կա արդյոք շատ տարբերություն աշխատանքային եւ հանգստյան առավոտների միջեւ։ Ինձ մոտ գրեթե տարբերություն չկա։ Ուղղակի հիմա նույնիսկ արձակուրդներ են երեխաների մոտ ավելի ծանրաբեռնված։ Ահա, որովհետեւ տանն են, այո։ Որովհետեւ տանն են, միևնույն է առավոտյան շուտ, կենցաղ, վազվզոց, բնականաբար նախաճաշ, երեխաների զբաղմունքը, աշխատանքը, մի խոսքով։ Բայց հաճելիոն են իհարկե զբաղվածությունը։ Անշուշտ։ Դա։ Իսկ ձեր առավոտները։ Իմ առավոտները լի են երաժշտությամբ եւ դրական էներգիաներով, այսպես։ Հրաշք, ընտիր։ Իսկ կապ ունի, թե առավոտը ինչ երաժշտությամբ է սկսվում ողջ օրը հենց այդ տրամադրությամբ է շարունակվում, թե միևնույն է տատանումներ լինում են։ Տատանումներ լինում է այնպես, որ երաժշտությունը իմ գլխում է հնչում։ Լինում է այնպես, որ ես եմ հատուկ ընտրում ինչ-որ playlist, որ արթնանամ եւ ամբողջ օրվա համար դրական լիցքեր ստանամ, այդպես։ Կյանքի անբաժան մասն է երաժշտությունը։ Եվ իսկապես ինչպիսի ազդեցություն չէ կարող է ունենալ մարդու ներաշխարհի եւ տրամադրության վրա։ Տևական ժամանակ կարծես աշխատանքային դադար եք վերցրել, սա պաշարը հագեցնելու համար մի փոքր դադարի մասին եւ ինչու ենք լրացրել այդ դադարը, որ հետո ներկանանք արդեն հանդիսատեսին։ Ես դադարը լրացրել եմ ընտանիքով, երեխաներով, նահանգներում գտնվելով, հիմա արդեն իսկ վերադարձել ենք ընտանիքով այստեղ ենք, երեխաները այստեղ են դպրոց հաճախում, այստեղ են գործունեություն ծավալում, իսկ Անուշը թող ինքը պատմի, ինչ հսկայական մեծ նախագիծ է իրականացրել այս տարիների ընթացքում, որ կարծես թե չեմ վախենա այդ խոսքից, բայց լավ առումով հեղափոխություն է երաժշտական աշխարհում։ Օ, կպատմեք մի փոքր։ Սիրով, ուրեմն նախագիծերից ներկայացնում է հայկական ֆոլկլորը, այսինքն ազգագրական երգերը, որոնք մշակված են սիմֆոնիկ նվագախմբի եւ ձայնի համար։ Եվ սա հեղափոխական տարրն է, այսինքն այս խոշոր ձևաչափով, խոշոր կտավի, ուրեմն հայկական ֆոլկլոր չի եղել մինչ այժմ։ Եվ վերջերս ելույթ ունեցանք այդ նախագծից երկու ստեղծագործություն ներկայացրեցինք հանրության դատին։ Իսկ ինչպես եւ որտեղից եղավ գաղափարը, որ պետք է այդ մեծածավալ նախագիծը հենց ձեր ուժերով կարողանաք եւ ձեր ուսերին վերցնեք այդ պատասխանատու աշխատանքը։ Հայ ազգագրական երգը այնքան պոտենցիալ ունի իր մեջ, այսինքն մենք ժամանակին անում ենք այսպես կոչված էքսպերիմենտներ հայկական ֆոլկլորիկ երգերի հետ, այսինքն մենք ներկայացնում ենք fusion ձևաչափում, այսինքն կարող ենք մշակել էթնո ջազ կամ ջազ ֆոլք կամ ֆոլք ռոք ոճում էինք ներկայացնում որոշ երգեր, դուք գիտեք, Գութանն է, Քարսուն Կարասն է, Հայրիկ Բրազյանի երգացանկից երգեր էին, այսպես, եւ հիմա որոշեցինք, որ ես որոշեցի, որ ժամանակն է ներկայացնել դասական, այսինքն ակադեմիական ոճով, այնպես ինչպես կոմիտասներ մեզ պատգամել, չէ որ նա հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է եւ նրա պատգամներով առաջնորդվելով մի շարք կոմպոզիտորների պատվիրվեց մշակել երգերը ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Այնտեղ չեն ներառվել ժամանակակից գործիքներ եւ որևէ ազգային գործիքներ, հենց միայն սիմֆոնիկ նվագախումբն է հնչում եւ երգչախումբը ձայնագրվեց ամբողջ նախագիծը ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին եւ Հովեր երգչախմբի հետ միասին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մոտ 14 ստեղծագործություն ոչ միայն ձայնի համար, այլ նաեւ նույնիսկ եղել են հենց միայն սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործություններ առանց ձայնի եւ
կարծում եմ ինչով է հենց հավելեմ ուղղակի Անուշին այն հետաքրքիր եւ նոր, քանի որ ֆոլկլոր երաժշտությունը հնչել է հենց երգչախմբի կամ կամերային նվագախմբի կամ կվարտետի համար, մեզ արդեն ծանոթ կոմպոզիտորների Ասլամազյանի, հա, մշակումներով, կամերային ձևաչափով, այս պարագայում այն հնչում է հենց միայն սիմֆոնիկ նվագախմբի եւ ձայնի համար։ Իսկապես մեծածավալ աշխատանք է, բայց հետաքրքիր է նաև այդ process-ի ընթացքում նոր բացահայտումներ եղան ձեզ համար, երբ ընտրում եք այն ստեղծագործությունները, որոնք պետք է մշակել նվագախմբի համար, նոր գործիքավորում անել, ձեզ համար նոր ինչ բացահայտվեց այս նախագծի ընթացքում։ Երգեր կային, որոնք մեզ քաչ ծանոթ էին, հայտնի էին, օրինակ Ծիրանի ծառը Կոմիտասի, եւ Կոմիտասը մշակել է դաշնամուրի եւ ձայնի համար Ծիրանի ծառը։ Մենք մշակեցինք, մենք նկատի ունեմ ես եւ Անդրանիկ Բերբերյանը մշակեցինք այն ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի բոլորովին այլ հարմոնիաներով, բոլորովին այլ պատկեր ստացվեց, նույնպես շատ ողբերգական, բայց ժամանակակից հնչողությամբ եւ շատ, այսինքն հրաշալի, ես հիմա չեմ կարող պատմել, լավ է մեկ անգամ լսել։ Լորվա Գութաներքը, որը ես երգում էի տարիներ շարունակ, ներկայացվեց հենց Կոմիտասի ձայնով եւ սիմֆոնիկ նվագախմբով, այսինքն ձայնագրությունը կա Կոմիտասը երգել է Լորվա Գութաներքը եւ Վաչե Շարաֆյանի հետ միասին որոշեցինք, որ կարելի է այսպես մի բան անել եւ այն հնչում է կարծես ինչ որ ֆիլմի երաժշտություն, այնքան պատկերավոր է, այնքան տեսանելի երաժշտություն է ստացվել եւ հույս ունեմ մի գեղեցիկ օր ձեր դատին կներկայացնենք նաեւ այդ երկու ստեղծագործությունները։ Արդեն սպասում ենք մենք։ Սպասումներով լի, ամենայն դեպս բառերով չեն կարող նկարագրել այն ոգեշնչման աղբյուրը, որ ունեցել եք, բայց թող տա Աստված, որ շատ ունենաք նման շարժառիթներ, ոգեշնչման աղբյուրներ, նման կարևոր գործ անելու եւ երաժշտության մեջ մեծ ժառանգություն թողնելու համար։ Դուք միշտ առանձնացել եք ձեր ոճով, շատ ոճային եք, բայց հնարավոր է արդյոք ինչ-որ միտեղից եւս մեկ ոգեշնչման աղբյուր եւ լինի գուցե այսպես պարզապես կյանքում եւ նաեւ գործունեության մեջ կտրուկ ոճային փոփոխություններ։ Մտածել եք այս մասին, թե ոչ։ Կտրուկ ոճային փոփոխություններ կասկածում եմ, որ կարող են լինել, ամենայն դեպս մենք տարբեր ենք, բազմերանգ ենք, այսպես ասեմ, կարող ենք լինել ռոքային ոճում, որը մեզանից հեռու չէ, ինչպես Անուշը քիչ առաջ ասաց, ինչպես եւ երաժշտության մեջ ենք բազմաոճ ներկայացել, այնպես էլ արտաքին մեր հագուստ եւ զարդերը եւ մոտեցումը առհասարակ ըստ տրամադրության, ըստ նրա թե որտեղ են գնում այցելում, բնականաբար քաղաքից դուրս այս ոճով հարմար չէ ուղղակի եւ տրամադրող չի այդպես, այնպես որ բազմաոճ ենք սիրում լինել տարբեր գույների մեջ, տարբեր մոտեցումներով եւ դրանում նաեւ համենայն դեպս բեմական հագուստի հետ կապված մեզ օգնում են պրոֆեսիոնալ ձևավորողները միշտ աշխատել ենք Լիլիթի հետ Մարգարյան, Միքայել Դանիելյանի հետ, մեր մայրն է մեզ ուղղորդել, Դեր աքսեսուարներն են միշտ շատ հետաքրքիր, հայկական, նաև պատմական ինչ-որ լուծումներով, որոնք ներկայացնում եք բեմերից։ Վերջերս հենց վերջին ելույթը երբ եղավ, հենց Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ միասին եւ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, այո, Մայստրո Թոփչյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ շատ մեծ մասշտաբային համերգ, երկու մշակույթների զետեղում մեկ բեմում հրաշալի մի միջոցառում էր, կարծում եմ, պատմական իրադարձություն, երիտասարդներ լի եռանդով եւ գաղափարներով շատ կարեւորում եմ դա եւ նրանք մղում ունեին եւ գաղափար ունեին, որ պետք է ազգայինը եւ առհասարակ պատմականը եւ դասականը շարունակական լինի եւ մեծ բեմ դուրս գա եւ նորովի ներկայացվի հանդիսատեսին, համենայն դեպս երիտասարդ սերնդին, որպիսի չեմ սիրում այդ խոսքը, բայց ինչ որ չափով դարձնել դասականը
մոդայի գուցե պահանջված, այո, պահանջված։ Եվ իմիջիայլոց մենք հիմա քաղում ենք այդ ամենի արդյունքները, որովհետև այո, արդեն իսկ տեսնում ենք ակտիվություն, հետաքրքրություն, մեզնից սկսած գուցե ավելի երիտասարդ սերնդի կողմից այց դեպի համերգասրահներ, որտեղ կվայելեն դասական երաժշտությունը, այս դեպքում զետեղված նաև հոգևորի եւ ազգայինի հետ, ինչը շատ կարևոր ու շատ ուրախալի։ Այո։ Եվ դուք շատ հերթականությամբ այսպես գալիս է մեր զրույցը, ճիշտ պահին նշեցիք նաև վերջերս տեղի ունեցած համերգը Գառնու տաճարում, որը իսկապես շատ յուրահատուկ էր եւ մշակութային կյանքում մի նոր նշաձող սահմանեց մեզ բոլորիս համար, բայց այն ամենին զուգահեռ, այն յուրահատկություններին զուգահեռ նաև շատ շատերի համար սպասված էր, որ Ինգա Անուշ Արշակյանները կրկին բեմում են լինելու եւ նրանց վայելելու են նրանց ներկայությունը, այսինքն հանդիսատեսը կարոտել եւ սպասում է ձեզ նաև դուետով։ Ինչ նորություններ ունեք առաջիկայում, արդյոք կարող ենք բացել փակագծեր, գուցե նոր համերգներ կամ տեսահոլովակ է մեզ սպասվում։ Անշուշտ, ուղղակի ուզում եմ նշել բոլորին հետաքրքրում է անդադ հարցնում են, թե ինչպես եղավ, որ այս նախագծով արդեն իսկ կատարված մեծ աշխատանքից երկու ստեղծագործություն ներառվեց այս նախագծի շրջանակներում, երբ հրավերը եղավ Արարատի կողմից, ասաց, որ ես անպայման ուզում եմ, որ ձեր երգերից եւ ստեղծագործություններից անպայման հնչի ֆոլկլորային ոճի մեջ, բայց մենք այսպիսի մի բան ենք նախագծել, որ անպայման պետք է ֆիլհարմոնիկ նվագախումբ լինի, ինչպես եք նայում, դա պետք է մշակել, ասեցինք, մենք ունենք արդեն դա եւ քանի տարի առաջ արվել է եւ դրվել է պահարանում եւ սպասում էր իր ժամին, ուղղակի հանգամանքների բերումով ֆիզիկապես զուտ միասին չլինելով, քանի որ երկրում չէին գտնում մեկ սկզբից ես այնուհետև Անուշը, հիմա գուցե պահը հասունացավ, որ հենց այսօր պետք է հնչի եւ ուրեմն դրա անհրաժեշտությունը կա եւ արդեն Անուշի ծառ նախագծից, որ քիչ առաջ նշեցինք 14 ստեղծագործություն արդեն կա, երկուսը ներառվեց այս նախագծի շրջանակների մեջ եւ առիթ ունեցանք ներկայացնելու հանդիսատեսի դատին եւ մեկ ստեղծագործություն, որը մշակել ենք 2006 թվականին դեռ տարի առաջ։ Այո, այդքան տարի առաջ եւ ուզում եմ որ Անուշը պատմի այդ երգի մասին, քանի որ այն նախաքրիստոնեական ժամանակաշրջանից է մեզ հասել, մի ծիսակարգ է, որը նաեւ համենվեց շատ գեղեցիկ զարդերով, քիչ առաջ խոսեցինք մեր արտաքին տեսքի համար եւ Լուսիկա Գուլեցու մուզեից, թանգարանից, պահարանից մեզ բախտ վիճակվեց գրել այդ հրաշալի զարդերը, որոնք իսկապես պատմություն ունեն իրենց մեջ եւ գրված են նույնիսկ որ ժամանակաշրջանից տարեթիվն է գրած։ Այո, շատ մեծ ոգևորությամբ էինք այդ զարդերը կրում, որովհետեւ դրանք իրենց ոճով յուրահատուկ էին եւ ինքնատիպ, շատ շքեղ տեսք ունեին։ Եվ մենք առաջին անգամ էինք դրանք ներկայացնում հենց բեմից, մեզ համար շատ կարևոր փորձառություն էր դա։ Այն շատ հետաքրքիր է, որ արտիստի համար փոքրիկ մի դետալ անգամ կարող է շատ մեծ նշանակություն ունենալ առաջին հերթին հոգեբանության իմաստով, բայց եթե հիմա վերադառնանք այն ազդեցություններին, որ մարդը ունենում է իր հոգեբանության վրա, ինգա երեխայի ծնունդից հետո հետաքրքիր է ինչ զգացողություններ ունեք եւ կապված նաեւ ընկալման հետ երաժշտության մասին, որովհետեւ շատ ուրիշ զգացողություններ են, չէ՞, մարդու մոտ առաջանում, երբ նա վայելում է ծնող լինելու բերկրանքը եւ ընկալումները նույնպես փոխվում են։ Ինչ կատարվեց երեխայի ծնունդից հետո։ Իրականում ամեն տարիքում յուրով ես ընկալում որևէ իրադարձություն եւ ոչ միայն իրադարձություն, այլ նաեւ երգ, այլ նաեւ աշխարհընկալում կամ մոտեցում, մտածելակերպ, գուցե տարիներ առաջ որևէ հարցի այլ կերպ մոտենայինք կամ մտածեինք կամ ընկալեինք։ Հիմա բնականաբար շատ ավելի արժևորում ես ամեն պահ եւ յուրաքանչյուր պահ, որ անցկացնում ես երեխայիդ հետ, այն պարգևը, որ պարգևել են իվերուստ, որովհետև դա ոչ միայն ուրախություն, այլ նաև մեծ պատասխանատվություն, այլ նաև ինչ-որ չափով խնդիրներ հաղթահարելու մեծ ցանկություն։ Բնականաբար երգերի առումով, եթե օրորոցայինները երգում էր
այլ կերպ երեխայի ծնունդից հետո հանդիսատեսի համար այս պարագայում լրիվ ուրիշ ձևով ես երգում եւ ավելին ասեմ երեխաներս համենայն դեպս մեծս աղջիկս իր երգացանկը ուներ մի քիչ դժվար էր քնում մենք ավելի շուտ էինք քնում իրանց հետ մամա մի ամբողջ ծրագիր էիք երգում մի ամբողջ ծրագիր էի երգում այո օրորոցայինների եւ տարբեր լեզուներով եւ տարբեր ոճերով մինչ գալիս էինք հասնում ենք այդ playlist-ը ուներ նոր հենց ձայնը կտրվում էր լաց չէր հասկանում էի որ վերջ եւ ընտրում էր միայն շատ բարդ խաղիկներով մելիզմատիկաներով երգերը եւ մինչ օրս էլ բնատուր ինչ որ հետաքրքիր ճաշակ ունի ջազային բարդ ստեղծագործություններ է սիրում Միքայելս փոքրս նույնպես շատ երաժշտական է բայց երազում է ինժեներ դառնալ ինչ որ գիտնական ինժեներ նոր բաներ հետաքրքիր հորինել եւ շատ հնչեղ ձայն ունի սիրում է երգել երկուսն էլ արտիստիկ են շատ եւ լիդեր են երկուսն էլ ինչը բարթացնում է անշուշտ հատկապես ձեզ համար գիտեք եւ քանի որ կողքի աչքը շատ ավելին է տեսնում քան քո սեփական աչքը այ անուշ հետաքրքիր է այսպես կողքից որ նայում եք ինչպիսի մայրիկ է ձեր քույրը Օй իդեալական մայրիկ բարձր գնահատական է այո շատ պատասխանատու շատ նախաձեռնող խաղեր է կազմակերպում, խաղեր է հորինում նույնիսկ երեխաների համար։ Երբ փոքր էին, ես շատ լավ հիշում եմ, ուրեմն հեքիաթները դեմքերով էր բաժանում եւ խաղում էր։ Ոչ թե հեքիաթ էր կարդում, այդ հեքիաթը խաղում էր ու երեխաները սովորել էին։ Եթե մենք սկսում ենք պարզ կարդալ հեքիաթը, նրանք ասում են ոչ, մաման այդպես չի պատմում։ Հետաքրքիր չէ արդեն։ Հետաքրքիր։ Ես մի առաջարկ ունեմ, քանի դեռ մի փոքր տարիների հետ տվեցինք, շատ ավելի եկեք ժամանակները հետ տանք, այո, եւ խոսենք ձեր մանկությունից արդեն։ Օրինակ շատ-շատերի համար միշտ հետաքրքիր է եղել, արդյոք դուք մանկությունից սկսած փոքր տարիքից հաշտ քույրեր եք եղել, թե այնուամենայնիվ փոքր տարիքում վեճեր եղել են, կռիվներ արել եք, չգիտեմ, խաղալիքների համար, մատիտների համար, ինչպես էր ավարտվում այդ վեճերը։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկս միշտ հաղթում էր։ Ես հիշում եմ սենց մի բան, որ մենք տուն-տունիկ էինք խաղում, ես միշտ պապան էի։ Ու նեղվում էի դրանց, ես էլի պապան էի։ Տիկնիկներով խաղում էինք, չգիտեմ, ուտեստներ պատրաստում էինք, միջև օրինակ մայրիկս կարտոֆիլ տապակում էր, միջև մնացած հորեղբորս երեխաները մեր քույրի եղբայրները մեր տանը սկսում էինք խաղալ բան, միջև իրենք գրում են թե ումն է ավելի կարմիր կամ որին է ավելի համեղ, ես բոլորին դատարկում եմ միանգամից, էլ կռիվ չէր լինում։ Սրանք իհարկե հիշողություններ են, որ դարձնում են մանկությունը ամենաբարին, ամենադրականը, բայց անուշ օրինակ ինչ կհիշատակեք մանկությունից, որ մինչ օրս օրինակ ձեզ հետ է եւ դա համարում եք այդ տարիների ամենաբարին, այսպես ամենահիշարժանը։ Կամ ինչ-որ մի տեղ, քար, գույր, չգիտեմ, անձնավորություն գուցե, հարևան, չգիտեմ, դուք որոշեք, դուք ասեք։ Տատիկիս պատրաստած բոլոր ճաշերը, տատիկներիս, երկու տատիկներիս, սուրճի բույրը, առավոտյան սուրճի բույրը, բաներ կան, որոնք մանկությունից մեզ վերադարձնում են մանկություն, ես հիմա դրանք եմ թվարկում, եւ իհարկե երաժշտությունը, որը հնչում էր խոհանոցում, տատիկիս խոհանոցում, ռադիոյով։ Իսկ ինչն է ամենաշատը կարոտում մանկությունից։ Ամեն ինչը, ամենը կարոտում եմ եւ ամենաշատը կարոտում եմ այն հարազատներիս, որոնք չկան հիմա, հայրիկիս եմ կարոտում, տատիկներիս եմ կարոտում։ Ի վերջո ամենաբարի, ամենահոգատար մարդիկ են, չէ՞, մեզ համար մեր տատիկ, պապիկներ։ Իսկ դուք ինչ կասեք, ինչն է ձեզ միանգամից հիշեցնում, այն ամեն ինչ որ թվարկեցինք, ունենք ավելացնելու բան, թե չէ։ Գիտեք, կարծում եմ ուղղակի հավելեմ, որ այնինչ մենք ունենք մեր մանկությունում, ես շատ կուզենայի, որ մեր երեխաները ունենան, որովհետև այո, 21-րդ դարում շարժվում ենք առաջ, տեխնոլոգիաների զարգացում, բայց տեխնոլոգիաների զարգացումը կտրում է մարդկային շփումից, խաղերից, պարզ բակային
մարդկային խաղերից։ Երեխաները իջնում են կիսվելու թե որ խաղն են արդեն հաղթահարել եւ այլն, բայց ես կարևոր ուղղակի պարզ գնդակով խաղերը, պահկվոցի խաղերը, որոնք մտերմացնում են երեխաներին, որոնք օգնում են առհասարակ մարդկային շփմանը, պարզ թութ քաղելուն երեխաների հետ միասին կամ մի խոսքով այդ ես շատ եմ կարևորում եւ երեխաներին անշուշտ արգելում եմ, ինչ որ ժամանակ եմ դնում այդ գadgetներով խաղերի համար կամ խաղեր առհասարակ չունեն որոշակի մուլտֆիլմեր նայելու։ Հիմա երեխաս, քանի որ սահմանափակել եմ նույն մուլտֆիլմները, նայած ինչ պետք է նայի, գալիս է մամ, այ ձեր պրաստակվաշինայում այս հերոսները կային։ Արդեն սերունդների տարբերություն կա, որովհետև բնականաբար նոր սերաներ են դուրս եկել մուլտֆիլմերի։ Մի խոսքով շատ կարևորում եմ, շատ կուզենայի, որ այդ մարդկային շփումը, բարությունը, մարդկային հասնելը իրար, դիմացինի ուրախությամբ եւ տխրությամբ կիսվելը, կարծես թե մի փոքր մարդիկ ավելի կաղապարի մեջ են դարձել, ավելի փակված են դարձել։ Գուցե դա պաշտպանության մի շերտ է, որ փորձում են իրենց պաշտպանել այդպես, բայց առաջ խնդիրները մարդկանց եւ կոփում էին եւ մտերմացնում էին եւ եթե խնդիր էր բոլորինս էր, եթե ուրախություն էր բոլորինս էր։ Ես շատ կուզենայի մեծ հայկական ընտանիք է եւ այդ ընտանեկան ավանդույթները Երանի թե շարունակվեին սերունդների համար նույնպես։ Բոլորիս ընտանիքներում ես գլոբալ եմ խոսում։ Իսկապես մենք շատ հաճախ անգամ մեկ սերեն մի քանի տարվա տարբերությամբ երեխաները հիմա արդեն իրար չեն հասկանում, որովհետև 1-2 օրում նոր մուլտֆիլմեր են ի հայտ գալիս, նոր խաղեր եւ սերունդների տարբերությունը հատկապես 90-ական, 80-ականներին ապրած երեխաները, չնայած ասում են, որ բարդ ժամանակներ է եղել, բայց միևնույն է բոլորը կարոտով են հիշում այդ ժամանակները եւ գաղտնիքը հավանաբար հենց այդ շփումն է եղել։ Ու բակային խաղերը, ջերմ ընկերությունը, հիմա ժամանակն է որպեսզի մի քիչ ավելի հետ գանք եւ հիշենք ավելի պատանեկան շրջանը, ինչ ավազակություններ էիք անում երկու քույր, որ պետք էր թաքցնել ծնողներից եւ ինչպես էիք արդարանում, օրինակ, եթե ինչ-որ մի բան այնպես չի ընթացել, ինչպես տանեցիներն էին ուզում։ Ինչ զավեշտալի դեպքեր կհիշեք։ Շատ խելոք երեխաներ ենք եղել լսող ճիշտ ավազակ չեն կարել։ Հա, ես հիմա նայում եմ ինգայի երեխաներին, ինչ ավազակներ են երկուսնել, ինչպեսի առաջնորդի գծեր ունեն բնավորության, երկուսն էլ առաջնորդ են, ինչպես նշեցինք, բայց եւ միևնույն ժամանակ երկուսն էլ շատ կամակոր են ըստիս, այսինքն ինչ որ կամակոր բաներ ունեն, այն որ մենք չենք, այն որ ինգան չի եղել փոքր ժամանակ, փոքր տարիքում։ Մեր ծնողները շատ խիստ են եղել, մայրս միշտ ասում է դու ավելի խիստ պետք է լինես իրենց հետ, որովհետև բայց մյուս կողմից ազատությունը երբ սահմանափակվում է, ինչ որ չափով երեխայի եսը եւ գաղափարները եւ մղումներն են սահմանափակվում, բնականաբար տարբեր հոգեբաններ եւ մանկավարժներ տարբեր մոտեցում ունեն այս հարցին։ Ամեն դեպքում ամեն ինչ պրակտիկայով է ցույց տրվում։ Ես փորձում եմ եւ խիստ լինել, եւ ազատ թողնել, եւ ընտրության հնարավորություն տալ։ Ամենայն դեպս մենք մեր կարծիքի հետ չնայած նրան, որ ծնողները մեր շատ խիստ են եղել մեր հանդեպ, նրանք հաշվի են նստել մեր կարծիքի հետ, այսինքն չի եղել սա սև է, սա սպիտակ, այսպես պետք է լինի եւ վերջ։ Նրանք մեր ձեռքը բռնել են մեր երազանքների եւ նպատակների մեջ։ Դա շատ կարեւոր է եւ այդ իսկ պատճառով էլ մենք հասել ենք մեր նպատակներին եւ երազանքներին։ Գիտեք, կյանքի մեծ ընկալումների եւ արժեքների հետ կապված, այո, հասկանում ենք, որ կարող եք նույն ուղղությամբ մտածել, բայց բնավորությամբ նույնն եք թե տարբեր եք շատ։ Մենք շատ տարբեր ենք։ Անուշը միշտ տիկներով էր խաղում, ես մեքենաներով, ինքնաթիռներով։ Տունտունիկի ժամանակ դուք հայրիկը։ Լավ։ Ծառին բարձրանալով, չգիտեմ, ինձ համար կուրքեր Բրուսլին եւ տենց մարտարվեստների ես ձեռքերս ամբողջը վերքերով գալիս էի Անուշի վրա փորձում էի պարապել, բայց նրա հայացքը բավական էր։ Բարի խաղալեցնող։ Հա, շատ ուժեղ ա եղել։ Իսկ այդ մանկության տարիների ընթացքում դե ամեն դեպքում ուզենք թե չուզենք, միևնույն է ընտանիքում լինում են, չէ՞, լիդերներ, մեր քույր եղբայրների մեջ լինում են առաջնորդող տեսակներ, որ իրենց հետևից տանում են չարաճճիություններ անելու։ Լիդերը ենթադրաբար դուք եք եղել։
Գիտեք, ես շատ աշխուժ եմ գուցե։ Միշտ տպավորությունը այդպեսին է, որ ես եկեք էս անենք, բայց նայած որ բնակավարում, օրինակ ստեղծագործական, երաժշտական բնակավարում Անուշն է միշտ լիդեր ա եղել եւ մշակումներ է արել եւ ուղղորդել է երգելու ոճի հետ կապված եւ նախաձեռնությունը իմ կողմից է եղել, բայց կատարման ծանր բեռը դու ես քո վրա վերցրել, համեստությունն իհար։ Կամաց վեճը սկսվում է արդեն։ Ես կասեի դեռ լրացնում եմ։ Ես ավելի այդպես կազմակերպչական հարցերով եմ զբաղվել միշտ։ Այո։ Մենք միմյանց լրացրել ենք, այսինքն այնինչ ունի Անուշը ես իմ մեջ չունեմ, այնինչ ես ունեմ Անուշը չունի, այնպես որ կարծում եմ մենք միշտ ասել ենք, որ մենք երջանիկ ենք նրանով, որ մի ընտանիքում ենք ծնվել, բա որ տարբեր ընտանիքներում ու երկրներում ծնվեինք, ինչ դժվար կլիներ մեզ գտնել իրար, որ մի լավ բան անեինք։ Քանի որ խոսեցինք մանկությունից ու այն երազանքներից, որոնք հասցրել եք իրականացնել ձեր երկուսի համատեղ ջանքերով ձեր ծնողների ու ընտանիքի, հետաքրքիր է հետ եք նայում, կա այնպիսի մի երազանք, որ փոքր Ինգան, փոքրիկ Անուշը ունեցել է, բայց դեռ ինչ-ինչ պատճառներով գուցե հիմա շատ հնարավոր է ավելի հեշտ է դա իրականացնել, բայց այդպես էլ երազանք է մնացել։ Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ հասել եմ այն երազանքներին եւ մի բան էլ ավել եւ շարունակում եմ հաղթահարել եւ նոր երազանքներ ստեղծել եւ երեխաներիս էլ եմ միշտ ասում դու ինչ երազանք ունես, ինչ նպատակ ունես, անընդհատ հարցնում եմ ու եթե դա երեխան ունի, ես ուղղորդում եմ, փորձում եմ այնպիսի դասերի տանել, որպիսի նա հասնի իր նպատակին։ Շատ կարեւոր է այդ մոտիվացիան։ Ես երազել եմ ճամփորդել եւ ճամփորդել ենք մենք բավականին շատ։ Երազել եմ երգչուհի դառնամ, երգչուհի դարձա, այսինքն երևի թե ոչ մի երազանք, որի մասին երազում էր փոքրիկ Անուշը, չի անտեսվել Աստծո կողմից եւ ես հասել եմ իմ բոլոր երազանքներին։ Գրեթե բոլոր։ Երկարվեստում հնչում է Ինգա եւ Անուշ Արշակյաններ, շատերը եղել են դեպքեր, որ որպես զույգ քույրեր են ձեզ ընկալել, բայց դե պետք է ասենք, որ տարիքային քիչ, բայց տարբերություն կա իհարկե, բայց այնքանով որքանով մարդիկ ձեզ ճանաչում են, վստահաբար շատերը մի փոքր խոր ընկալմամբ արդեն կզգան, որ դուք հետաքրքիր կապով կապված եք միմյանց հետ եւ զգացողական առումով նույնպես զգում եք իրար շատ։ Այո, շատ։ Բեմի վրա նույնիսկ դուք գիտեք, եթե տոնայնություն օրինակ երաժշտական առումով ասեմ, եթե տոնայնությունը չենք ասում կամ չենք էլ պայմանավորվում թե ինչ ենք երգելու, ուղղակի ներքին զգացողություն կա, դա չգիտեմ, մոգական ինչ-որ մի բան է։ Մենք միասին կարող ենք հաճախ միասին խոսել, նույն ֆրազան ասել, նույն տոնայնության մեջ երգել, հաճախ պետք է պայմանավորվել, չէ՞, պարապել ինչ-որ բան, բայց այդպես ստացվում է, մանավանդ բեմական, երբ որ այսպես մեր անտենաները լարում ենք միմյանց նկատմամբ, ավելի ուժեղ ենք միմյանց զգում, այո։ Դաշտը միանում է։ Այո։ Իսկ բեմական կյանքից, աշխատանքային գործունեությունից դուրս, երբ լինում է այնպիսի մի ժամանակ, երբ բոլորից ազատ եք ու երկուսով եք, ինչպես եք սիրում անցկացնել ձեր ժամանակը, բացի փորձերից, ստեղծագործելուց ժամանցը, որն է։ Օրինակ երեխաները քնած են արդեն։ Կամ տանը չեն։ Կամ տանը չեն, այո, չգիտեմ, մի խոսքով երկուսով եք ու ունեք ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ հիմա գրեթե չի լինում, ցավոք, որովհետև շատ ծանրաբեռնված եմ, ես իմ մասին եմ ասում, սկսել եմ նկարել նաև այդ ազատ ժամանակը, օրինակ գիշերն է լինում, երբ երեխաները քնած են, դա լինում է գիշերը ժամը 12-ից 1-ից հետո ավելի շուտ հնարավոր չէ պարկացնել հիմա, սկսում եմ նկարել, ինչը չկար օրինակ քանի տարի առաջ եւ ձիրք չունեի դրա, հիմա ուղղակի դա եւ հանգստացնում է եւ լցնում է եւ լիցքաթափվում եմ, ես սկսել եմ նկարել, Անուշը, որ վերադարձել է նահանգներից, կամաց սկսում ենք փորձում ենք նոր նախագծեր իրականացնել, ազատ ժամանակ գաղափարներով կիսվել եւ մտածել ապագայի մասին, թե ինչ կարելի է նոր հետաքրքիր բաներ անել։ Անուշը ազատ ժամանակ ստեղծագործում է վստահ եմ եւ շատ չքնաղ մի ստեղծագործություն է գրել 17-րդ դարի բանաստեղծության վրա եւ կարծում եմ, որ ես որպես արդեն կազմակերպչական կողմից ասեմ, որ հնարավորինս շուտ պետք է դա ձայնագրենք, գործիքավորենք եւ հանձնենք դատին, այդպես։ Ես ընթերցում եմ, ընթերցասեր եմ եւ ընկերներիս հետ եմ շփվում ազատ ժամանակ։
այդպես։ Ընտիր։ Մենք ունենք հետաքրքիր հարցեր, շատ կարճ պիտի պատասխանեք։ Այսպես Փոքրիկ ժամանց ենք կազմակերպել ձեզ համար, քանի որ երկուսով եք առանձին աշխատանքից դուրս որոշել ենք խաղ խաղալ։ Եվ մեր խաղը բավականին հայտնի նաև տրենդ է, ով է ավելի։ Եվ դուք արագ պատասխանելու եք մեր հարցերին, թե ձեր երկուսից ով է ավելի, ու հիմա մենք կշարունակենք նախադասությունները։ Հարց առաջին, ով է ավելի շփվող։ Ես։ Ինքան։ Ով է ավելի շատախոս։ Ես։ Լավ։ Ով է ավելի հումորով։ Ինքան։ Անուշը։ Դա դեռ կպարզեք, լավ, դուք էլ մենք էլ։ Իսկ ով է ավելի նեղացկոտ։ Ոչ ոքս։ Ոչ ոքս նեղած կոտ չի։ Իրարից չէ, կյանքում առհասարակ։ Խաղով։ Չէ։ Լավ։ Նեղացկոտ չեն։ Ով է ավելի էմոցիոնալ։ Անուշը։ Ինքան։ Այս հարցի պատասխանը ես արդեն գիտեմ, բայց միևնույն է պետք է հնչի։ Ով է ավելի համարձակ։ Ինքան։ Ճիշտ ասելով ենք նայում։ Ով է ավելի զիջող։ Երկուսս էլ կարծում եմ։ Երկուսս էլ զիջող ենք։ Ահա թե ինչու չեն նեղանում։ Եվ չեն վիճում։ Այո։ Իսկ ով է ավելի կտրուկ։ Ես կտրուկ եմ։ Այո։ Ես ավելի սկզբունք, ոչ թե սկզբունքային եմ, այլ ճիշտ բառեր կտրուկ։ Ով է ավելի պատասխանատու եւ պարտաճանաչ։ Ինքան։ Այլ տարբերակ չունեմ։ Լավ։ Իսկ ով է ավելի երկար պատրաստվում տնից դուրս գալիս։ Անուշը։ Ես։ Կարող ենք ենթադրել ով է ավելի հաճախ ուշանում։ Կարող եք ենթադրել։ Ճիշտ ենք Ահա թե ենթադրում։ ինչու ինքան պարտաճանաչ։ Լավ։ Ով է ավելի հաճախ անհասկանալի եւ անհարմար իրավիճակներում հայտնվում։ Ես։ Հա։ Հա, Ով է ավելի շատ սիրում քնել։ ես։ Ես քնկոտ եմ շատ։ Լավ։ Ես տարբերակ չունեմ։ Քնելու էլի ժամանակ չկա։ Այո, համ ուշ քնում եմ, ուշը քնում եմ, ամենաշուտը արթնանում եմ, տարբերակ չունեմ։ Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում սոցցանցերում։ Ես երևի։ Լավ։ Շատ լավ, եւ վերջին հարցը։ Եվ վերջին հարցը ով է ավելի շատ սիրում լուսանկարվել։ Առաջ ես սիրում էի լուսանկարվել, հիմա այդպես ոչ, ուղղակի աշխատանքի բերումով պետք է։ Ես չեմ սիրում լուսանկարվել ընդհանրապես։ Ուրախ ենք շատ, որ մեզ հետ էիք, կարոտել էինք մենք էլ Շատ Շնորհակալ։ հաճելի շատ։ առավոտը կիսել ձեզ հետ։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, շատ Սիրով։ հաճելի առավոտ անցկացրեցինք, արթնացանք, լցվեցինք նոր էներգիայով, նոր լիցքերով, էմոցիաներով, շատ շնորհակալություն։ Ձեզ միշտ սպասում ենք մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Մեր տաղանդավոր հյուրերին մենք այս պահին հրաժեշտ ենք տալիս, իհարկե նորից հանդիպելու ակնկալիքով եւ շարժվում ենք առաջ։ Սա առավոտ լուսո վիկենդն է երաժշտական ու շատ հետաքրքիր ընթացքով։